Բարդես օրվանորությունների կարևոր լրահոսը ներկայացնում է հորիզոն լրատվականը 26 մարտի 5շաբթի։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կլինեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Բացի դրանից գործադիրը հաստատել է բուսաբուծության աջակցության այս տարվա ծրագիրը եւ նաեւ որոշել գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար։ Կառավարությունը 1 միլիարդ 100 միլիոն դրամ կհատկացնի 11 համայնքներից թվով 11 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Նախագիծը ներկայացնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, ինչից հետո վարչապետը հերթով թվարկում է, թե որ ծրագրերի մասին է խոսքը, ապա գործադիրը քննարկում է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախագծի նպատակը ծրագրի արդյունավետության բարձրացումն է՝ ի հայտ եկած խնդիրների կարգավորման եւ աջակցության չափերի վերանայման միջոցով։ Սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանից բացի Երևանին սահմանակից համայնքների դեպքում կդառնա 4 միլիոն դրամ, այսինքն ըստ էության կլինի Երևանը 3, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 են, կմնան 5 եւ մնացած բոլորը կդառնա 4։ Եթե շահառուն բնակապահովման ծրագրի շրջանակներում ստացած աջակցության գումարի դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը կփոխանցվի վաճառողի բանկային հաշվին։ Վարչապետը նախագիծը կարևորելով բռնի տեղահանված հայրենակիցների համար դարձյալ խոսում է խաղաղության մասին։ Նիկոլ Փաշինյանը արձանագրում եւ դատապարտում է բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդոկտի կարգավիճակում պահելն է։ Փաշինյանի գնահատման վերադարձի օրակարգի մասին խոսելով թույլ չեն տալիս մարդիկ խաղաղվեն եւ տնավորվեն։ Ըստ նրա դա կայսերական եւ ապահայկական քաղաքականություն է։ Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողջաները քանդել եւ դասավորել պահարաններում։ Այսինքն անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում, որ մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգերի բաները այդ թափանիվը պատտեցինք, կներեք տարածաշրջանից մեծ կտորը ականջնա մնալու։ Ու այդ process-ի մեջ գիտենք սովորաբար ով է ամենաշատը դուժողը ըլնում։ Այդտեղ մեծ հանելուկ եւ բան չկա։ Մեծ հանելուկ չկա։ Գործադիրը հաստատում է նաև բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։ Կառավարությունը կփոխհատուցի մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային մշակության 1 հեկտար հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանք, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ Գարանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկան դեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն առվույթ եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Այս ծրագրից 2025 թվականին օգտվել է 5200 շահառու։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է բուսաբուծության ոլորտի վերաբերյալ վիճակագրություն, ընդգծելով, այս ծրագրից 2025 թվականին օգտվել է 5200 շահառու։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացնում է բուսաբուծության ոլորտի վերաբերյալ վիճակագրություն, ընդգծելով, ակնկալում են այս տարի նախորդ տարվա համեմատ ունենալ նվազագույնը 10% աճ։ Էլեն Խուդյան, Հորիզոն։ Հարավկովկասյան երկաթուղու ճակատագրի, լոգիստիկա անվտանգության ռիսկերի, ռազմատեխնիկայի ցուցադրության եւ ներհայաստանյան թեմաներին է վերաբերել վարչապետի լրագրողների ունեցած այսօրվա ճեպազրույցը։ Նիկոլ Փաշինյանը համոզված է ցեղասպանությունների մասին խոսույթով ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով վերադարձի մասին խոսույթ, եւ այդ ամեն ինչը մեկ բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես
մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետքա խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Շարունակելով թեման վարչապետն ընդգծում է. «Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, այլ ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել»։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը, այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել եւս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Հարցին թե արդյոք Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան շտաբ 3-րդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ կան քննարկումներ, վարչապետը հետևյալը նշեց. Դեպ չեն կլինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսս համար էլ ընդունելի է։ Հիմա որ ասեմ քննարկումը, այնպես չի, որ մենք հիմա Ռուսաստանի գործընկերների հետ նստում որտեվ Ռուսաստանի գործընկերները դեռ չեն ասել, լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք։ Առաջնահերթություն չկա, որովհետեւ այդ հարցը դեռ չի քննարկվում ըստ էության։ Դից ասում եմ, թևածող գաղափարներ կա կամ չթևածող քայլող։ Վարչապետ, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանը որքանով է պաշտպանված լոգիստիկ եւ տնտեսական առումով եւ կառավարությունը որքանով է պատրաստ հնարավոր ճգնաժամային իրավիճակում աջակցելու տնտեսությանը եւ բիզնեսներին։ Անվտանգության խորհրդի համակարգմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ում դա 12-օրյա պատերազմի շրջանում էր, ում խնդիրներ շարունակում մնալ մոնիտորինգ անել իրավիճակը եւ ըստ անհրաժեշտության կայացնել իրավիճակից բխող որոշումներ եւ այդ խումբը աշխատում է եւ ըստ անհրաժեշտության կկայացնենք որոշումներ։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ կարծիք է հարցնում, արժե հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել, հայտարարեց. մայիսի 28-ին Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան ցուցահանդես, որքան հաշվետվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ընդհանրապես զորահանդեսը ինքը շատ նուրբ երևույթ է եւ կարա նաեւ տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու եւ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այս թեմայով նախկինում արած իր հայտարարությունը, որ այն քաղաքացիների խմբերը, որոնք ցանկանում են տեսնել ռազմատեխնիկան, հրավիրվում են ցուցադրության, ապա նշեց, որ այժմ արդեն հերթագրված քաղաքացիների մեծ թվի պայմաններում իրատեսական չէ մարդկանց հերթով խմբերով տանել եւ ցուցադրել այդ ամենը։ Փոխարենը դա կարվի մայիսի 28-ին։ Վարչապետը կարծում է, որ ռազմատեխնիկայի այդ ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար լինելու է տպավորիչ տեսարան։ Տիգրան Վագմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Իրանը վերանայում է Միացյալ Նահանգների առաջարկը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքին լայնվող հակամարտությունը մեղմելու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հիշեցնենք, երեք միջազգային գործակալությունները հայտնել են, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին։ Իրանական պետական պրես TV-ն հայտնել է, թե Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները եւ պնդել, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով ժամանակացույցով։ Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ Միացյալ Նահանգների հետ։ Նրանք իրենց հաղորդագրություններում առաջ են քաշել գաղափարներ, որոնք փոխանցվել են բարձրագույն իշխանություններին, անհրաժեշտության դեպքում դրանք կհայտարարեն իրենց դիրքորոշումները, ասել է Արաղչին։ Բացի դրանից, Իրանը միջնորդներին ասել է, որ Լիբանանը պետք է ներառվի Ամերիկայի եւ Իսրայելի հետ կնքվող ցանկացած հրադադարի համաձայնագրում։ Reuters-ին հայտնել են Իրանի դիրքորոշմանը ծանոթ տարածաշրջանային աղբյուրները։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին, չնայած պաշտոնական
հանդիպումների նա նշել է, իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց սեփական ժողովուրդը կարող է սպանել։ Իրանի թշնամիները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ իրանական կղզիներից մեկի գրավման գործողություն է նախապատրաստում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հակառակորդի բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ անեն, այս տարածաշրջանային երկրի ամբողջ կրիտիկական ենթակառուցվածքը առանց որևէ սահմանափակումների շարունակական հարվածների կենթարկվի, ասել է պաշտոնյան։ Իրանում Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից հարվածի ենթարկված ռազմական թիրախների թիվը գերազանցել է 10,000-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը։ Ծովակալի խոսքով Միացյալ Նահանգների զինված ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավերի 92%-ը, Իսլամական Հանրապետության հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ռազմածովային արտադրության հզորությունների ավելի քան 2/3-ը։ Քուփերը նշել է, որ Միացյալ Նահանգների ռազմական օդաչուները մինչ օրս իրականացրել են ավելի քան 10,000 մարտական թռիչք։ Նրա գնահատականներով էպիկական կատաղություն գործողությանը մասնակցում ավելի քան 50,000 զինծառայող։ Թուրքիայի ափերի մոտ անօդաչու սարքը հարվածել է նավթատար լցանավի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ միջադեպը տեղի ունեցել Սև ծովում Բոսֆորից 15 մղոն հեռավորության վրա։ Լցանավը պատկանում է թուրքական ընկերության, հարվածի հետևանքով նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Թուրքիայի 27 քաղաքացիներից բաղկացած անձնակազմը չի տուժել։ Ըստ հաղորդագրությունների լցանավը տեղափոխում էր 140,000 տոննա նավթ Ռուսաստանից։ Ըստ որոշ աղբյուրների հարձակումն իրականացրել է ուկրաինական կողմը։ Բանգլադեշում ավտոբուսն ընկել է գետը, հաղորդվել է 18 զոհի մասին, նրանց թվում 3 երեխա և 11 կին։ Ավտոբուսում 50 ուղևոր եղել, ավտոբուսը փորձել է բարձրանալ լաստանավի վրա, սակայն վարորդը կորցրել է կառավարումը և հայտնվել գետում։ Ոստիկանության հաղորդման համաձայն 11 ուղևորի հաջողվել է լողալով փրկվել։ Գյուղատնտեսական աշխատանքները Շիրակի մարզում ուշանում են, Դերձյան շերտը պահպանվում է ու էլի տեղումներ են սպասվում։ Թեև սա մեր մարզի համար աննախադեպ չէ և հետևաբար հազիվ թե մինչև հունիս գյուղացին ոռոգման ջրի պահանջ ներկայացնի։ Ջրամբարներում կուտակվող ջրի բավարար ծավալ են կանխատեսում, բայց հիմնականում ձնալի ու տեղումների հաշվին լցվող Վարդաքարի ջրամբարը միշտ լցվածության խնդիր ունի։ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար, Նորկյան գյուղերի հողերը ոռոգող ջրամբարը ձմեռացման անցել է մոտ 500,000 մետր խորանարդ ծավալի ջրով։ Չնայած տեխնիկական ոչ բարվոք վիճակին, այն շարունակում է մնալ նշված գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման հիմնական աղբյուրը։ Վարդաքարն ու վերև ծածկված։ Տնայած տարին ինչ եղքերն էլի։ Բնության տվածից գյուղացին առայժմ գոհ է։ Այս տարի ձյունն առատ էր, իրենց ուզածն էլ հենց դա է, հատկապես որ այս տարի հեկտարներով ցանկատարածքներ են պատրաստվում մշակել։ Բնական խոնավությունից բացի բավարար ոռոգման սեզոն ունենալու հույս ունեն։ Այն խնդիր է, որին գյուղացիները տարիներ շարունակ բախվում են։ Իսկ ջրամբարների թեյ լցվածության պատճառը միայն տեղումները չեն։ Դրանց տեխնիկական վիճակը հաճախ թույլ չի տալիս բավարար քանակի ջուր ամբարել եւ միևնույն ժամանակ խուսափել ջրի կորուստներից։ Վարդաքարի ջրամբարից սնուցվող Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Հովտաշեն, Վարդաքար եւ Նորկյանք գյուղերի տնտեսություններն ամեն տարի ոռոգման սեզոնին այս խնդրի առաջ են կանգնում։ Տարեկան ասոց դնում են, տարեկա չեն դնում, ոչ է նասոսն աշխարհն է, ոչ է բան։ Հանեն են գեղեցեն ու բրախին գա, ոչ է սարքում է, ոչ է կա։ Հոր ունի, հորի ջերով։ Ով ինչ հնարավորություն ունի, այն օգտագործում է։ Այս կողքի, այս թաղի մասը սա հորով են օգտագործում։ Վարդաքարի ջրամբարում կուտակումները բացառապես ցնհալի եւ տեղումների հաշվին են։ Ընդհանուր տարողությունը 5 միլիոն խորանարդ մետր է, բայց թույլատրելի սահմանը 4 միլիոն 700,000 խորանարդ մետրն է։ 1968 թվականին կառուցված ջրամբարը վերակառուցվել է մեկ անգամ 1974-ին, եւ դրանից հետո կապիտալ ծրագիր չի եղել տեխնիկական վիճակի բարելավման ուղղությամբ։ Ջրի կորուստները զգալի են, եթե անցած տարվա նույն ժամանակահատվածում ջրամբարում կուտակված է եղել շուրջ 1 միլիոն խորանարդ մետրից ավելի ջուր, այժմ 500,000 խորանարդ մետրն է։ Սարերի ձյունը դեռ հալչելու տեղ ունի, երևի այս տարի ավելի շատ ջուր կամբարվի։ Այն պոմպերով, առուներով գյուղեր են հասցնում։ Ցավոք պոմպակայանի միջոցով ստացված ջուրը բնակավայրի ոչ բոլոր
բնակիչներն են կարողանում օգտվել, բայց այդ մյուս մասի ռոռոկման հարցն էլ ուզվում է փանիկ մանտաշից գալող մանտաշկետից վերցված առուների միջոցով։ Այսինքն կարելի է ասել, որ չասեմ 100%-ով ռոռոկվում է, բայց գոնե 70-80%-ով ռոռոկվում է։ Նախկինում այդ խնդիրը մենք ունենք, քանի որ առուները հողային էին, չենք կարող նորմալ հասնենք, բայց հիմա լավ է։ Նաև մենք ծրագրերով ուզում ենք ավելի ավելացնենք այդ ցանցը, որ կան այդ շատ ջրովի տարածքներ, որ հիմա չեն ջրվում այդ առուների պատճառով։ Դա էլ որ ավելացնենք գյուղում շատ լավ կկատարվի ռոռոկումը։ Հողից էր էլի, ջուրներ, հորից դարուներ։ Նախքան ջուրը թողալ է, արդեն ջրատարները մաքուր են, մաքրում են։ Ռոռոկման սեզոնից առաջ առուները մաքրում են ձեռքով, աշխատանքները կազմակերպում են գյուղացիների ուժերով, բայց ջրամբարը սնուցող հիմնական հեղեղատարն է կարևոր, որը աղբատարի է վերածվել։ Երբ ծնհալը սկսվի, հոսող ջուրն իր հետ վարդակարի ջրամբար կտեղափոխի կուտակված աղբը, իսկ այդ կեղտաջրերով հետո ռոռոկվելու են մշակաբույսերը։ Էկոլոգիական այս խնդիրը, որն իրենց հերթին բնակիչներն են ստեղծում, ամեն տարի գալիս ու չոքում է գյուղերի դռանը։ Իր ուժերով մաքրե, մյուս իր ուժերով մաքրե, ով ինչով կերում են, օգնում են, մաքրում են։ Հարունը մաքրում է, աշխատում է, բաբորեր մաքրում է, կալում է։ Սեզոնի ընթացքում մենք ներցանցային առուների մաքրման աշխատանքներ ենք կատարում, որը կատարում է համայնքի կողմից, նաև ջուրօգտագործման կողմից է կատարվում։ Սելավատարների եւ հիմնական հեղեղատարի մաքրման աշխատանքները ամեն տարվա պես Արտիքի համայնքապետարանի կոմունալ բաժինը պլանավորում է մինչև ռոռոկման սեզոնի մեկնարկը։ Ոչ միայն տեխնիկա է պետք, նաև բանվորական ուժ, որպեսզի մաքրեն Արտիքի տարածաշրջանի բարձրադիր գյուղերի բնակիչների կողմից հեղեղատար լցվող աղբը, որ ջրի հետ չհասցնի լցվել ջրամբար։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այսքան այն ժամի լրահոսում թարմացված նորություններից անդացեք Հորիզոնի հաջորդ թողարկումներում։ Իսկ քիչ անց Շանտեղու եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը հյուրն է Գյումրի Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։